2018 թվականին մինչ օրս, մի կողմ դնելով 2 բարձրագույն դիպլոմներս, խորությամբ սկսել եմ ուսումնասիրել 3 ծավալուն եւ շատ կարևոր թեմաներ։ Առաջինը դա Գեբելսն է, որը նացիստական Գերմանիայում Երրորդ Ռեյխի պրոպագանդայի մինիստրն էր, Սամազվանեցի կուռքը։ Երկրորդը դա սատանիզմն էր, Սամազվանեցի սիրելի կրոնը, եւ երրորդը հոգեբուժությունը, Սամազվանեցի հիվանդությունը։ Եկել է մի եզրահանգման, որ մեր հիպնոզի ազդեցության տակ գտնվող ժողովրդին այս վիճակից կարող է հանել միայն լավ հոգեբուժը եւ Վատիկանի կողմից հաստատված էկզորցիստը։ Այսօր եկել եմ խոսեմ Ռոբերտ Քոչարյան ֆենոմենի մասին։ 1998 թվականից մինչև 2008 թվականը իր ներկայացրած ցուցանիշներով համարվում է իմ համար ռեկորդակիր ֆենոմեն հանճարեղ քաղաքական գործիչ։ Բացատրեք հասկանամ, ինչպես կարելի է փոքր բյուջեով Լևոն Տեր-Պետրոսյանից հետո այս խոշտանգված, բռնաբարված երկիրը ոտքի կանգնացնել, աղետի գոտին վերականգնել, փոքր բյուջեով փակել արտաքին պարտք, վճարել 3 տարի չվճարված թոշակ եւ աշխատավարձ, ստեղծել Փարոս հիմնադրամը, ժողովրդին տալ նպաստ, երկիրը շենացնել, ծաղկացնել տալ ձեզ, որտեղ դուք հարստացել եք, ձեր երեխաներին տվել եք կրթության ու թքել եք այդ մարդու արած գործի վրա։ Դա մեկ բառով ես կանվանեմ ամոթ։ Բոլոր են մարդիկ, ովքեր ազդում են Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի վրա, բայց անպայման վերջում նշելով, որ ամենացածրը Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն է։ Դուք ստում եք։ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը ցածր է, միգուցե նրա համար, որ այդ վարկանիշը ցածրացնում են թուրքերը, Նիկոլենք եւ դուք։ Ռոբերտ Քոչարյանը շեմը ասում եք չի հաղթահարելու, բա ինչի եք խառնվել իրար, որ շեմը չի հաղթահարելու, հա։ Շեմը դուք չեք հաղթահարել 2021 թվականի ընտրություններին, ուղղակի որպես երրորդ ուժ ստիպված բացառության կարգով ձեզ մտցրեցին ազգային ժողով։ Դուք հակասում եք ինքներդ ձեզ, այդ դուք եք հիմա որ ասում եք եկեք համախմբվենք ամենամեծ ուժի շուրջ։ Լուրջ, բայց այն ժամանակ որ մենք ասում էինք ընտրություններին մի մասնակցեք, դուք շանսեր չունեք, դուք խանգարելու եք Ռոբերտ Քոչարյանին։ Եկեք համախմբվենք Ռոբերտ Քոչարյանի շուրջ, չլսեցիք։ Եկաք, իրավիճակը լրիվ փոխվեց, մենք այսօր կարող ենք ունենալ լրիվ ուրիշ Հայաստան։ Դուք չէիք, որ ասում էիք Նիկոլ Փաշինյանի հետ պետք չի գնալ ընտրության։ Պետք չէր, չգնայիք։ Թե Ռոբերտ Քոչարյանն է իր ֆրակցիայով կողմ քվեարկել, որպիսի Նիկոլ Փաշինյանը դառնա երկրի ղեկավար։ Թե Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիայից էին բարձրաձայն ասում, որ ինչքան ձայն պակասի, այնքան ավելացնելու ենք։ Թե Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիան էր կողմ քվեարկում, որ գեներալ Մանվելին ձերբակալեին կարած գործի համար։ Հա? Չէ, Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիան կապ չուներ ու ինքը ընդհանրապես կապ չուներ ու ինքը առհասարակ կապ չունի Նիկոլի հետ։ Ձեր երեխաները ձեզ հարց են տալու. «Պապա, Ռոբերտ Քոչարյանը այդքան բան արեց երկրի համար»։ Հեսա կնշեմ ինչ։ Ինչու ես դու նրան վարկաբեկում, ինչու ես դու այդքան էժանացնում ու այդ մարդու արած գործը լցնում ջուրը։ Դու ստախոս ես, թե ուղակի գիժ։ Այսօր ընդդիմության 3 կարևոր ուժերից որևիցե մեկի վարկանիշի նվազեցումը ուղիղ անմիջականորեն վատ բացասաբար ազդելու է մյուս 2-ի ռեյտինգի վրա։ Պարոն Սամվել Կարապետյան, պարոն Գագիկ Ծառուկյան, ձեզ շատ եմ խնդրում։ Այս մարդկանց, այս քաղաքական իմպոտենտներին, իրենց սեփական ամբիցիաներով եւ շահադիտական նպատակներով առաջնորդվող այս մարդկանց բերանները փակեք։ Շրջում եմ Հայաստանի Հանրապետության համայնքներով։ Ես անկեղծ եմ ասում, ես ամաչում եմ Ռոբերտ Քոչարյանից ձեր փոխարեն։ Ես այնքան եմ այդ բառն ասել, էս էլ է Սարգե Ռոբերտ Քոչարյանը, այն էլ է Սարգե, ես արդեն ամաչում եմ այդ անունը տամ։ Սա ֆենոմեն է, չի կարա տենց բան լինի։ Դրա համար հորդորում եմ ձեզ, հրավիրեք ինձ երկխոսության կամ ոդքասթի որևիցե մի ու հերքեք, որ Ռոբերտ Քոչարյանը չի, լինելով Ռուսաստանի հետ շատ լավ դաշնակից, Իրանից Հայաստան ներմուծել գազ։ Հերքեք, որ Ռոբերտ Քոչարյանը չի Փարոս հիմնադրամը հիմնել Հայաստանում։ Հերքեք, որ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ եւ նրա հեղինակության արդյունքում չի Լինսի հիմնադրամը Քրքորյանի գլխավորությամբ ներդրումներ արել Հայաստանում։ Դե հերքեք, որ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ չի, ուրեմն մենաշնոր եղած Բիլայնը, այն որ այնքան թանկ էր հեռախոսի կապը եւ ընդհանրապես քարտ ձեռք բերելը, որ ժողովուրդը իրեն թույլ չէր տալիս։ Դա Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ա եղել, որ Վիվասելը մտավ Հայաստան եւ ժողովուրդը կարողացավ օգտվել մեկ այլ կապից ավելի մատչելի։ Հերքեք, որ Ռոբերտ Քոչարյանը չի աղետի գոտին վերականգնել 0-ից։ Հարթավայր էր Սպիտակը։ Գնում եմ Սպիտակ այսօր թաղամասեր, բնակարաններ, 3500 բնակարան մենակ Գյումրիում։
Հերքեք, որ Ռոբերտ Քոչարյանը չի շահագործման հանձնել աշտարակի եւ Դավթաշենի կամուրջները։ Հերքեք, որ Ռոբերտ Քոչարյանը չի կառուցել Սելիմի լեռնանցքը։ Հերքեք, որ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորի կանատները լեռնադահուկային սպորտը չի զարգացրել, սպորտ բազան չի հիմնել։ Հերքեք դեր, ասեք, որ ես սուտ եմ ասում, որ Երևանում Հյուսիսային պողոտան ինքը չի կառուցել։ Հերքեք, որ Ռոբերտ Քոչարյանը չի Հայաստանում հիմնել շատ կարևոր ինստիտուտներ, օրինակ Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը։ Դուք տեղյակ եք։ Մարդը գործ է արել, մարդը ռեկլամ չի արել։ Տղամարդ եղեք, հերքեք ես ամեն ասածս։ Չեք կարող, որովհետև ես ճիշտ եմ։ Ու իմիջիայլոց չփորձեք իմ բերանը փակել։ Ես ծանր հրետանի եմ, դուք ինձ լավ չեք ճանաչում։ Հունիսի 7-ին մենք գնալու ենք ընտրությունների, ընտրենք երկրի ղեկավար։ Ինձ որ ասում են երկրի ղեկավար, մի հատ տեսարանի հետ է դա ասոցացվում։ Կանգնած են Էրդողանը եւ Ալիևը ու իրենց դիմաց բանակցող։ Ամենայն հարգանքով ընդդիմության մնացած ուժերի հանդեպ ես մի բան հստակ գիտեմ։ Թուրքի եւ ադրբեջանցու դեմ փայլուն ձևով կարաբանակցի միայն մի հոգի Ռոբերտ Քոչարյան, բոլորը դա շատ լավ գիտակցում եք։ Ու ես շատ ուրախ եմ մի բանի համար, որ մեր ժողովուրդը այնքան է դարձի եկել, որ Ռոբերտ Քոչարյանի մեջ տեսնում է ուժ, վստահություն, իր անվտանգության երաշխիք։ Այսօր ամենակարևոր բաները դրանք են։ Բիզնես, տնտեսություն, կրթություն, սրանք շատ կարևոր, բայց այսօր անվտանգությունից ավելի կարևոր թեմաներ չեն։ Այսօր մեր լինել չլինելու հարցը կախված է անմիջականորեն մեր երկրի անվտանգությունից։ Իսկ երկրի անվտանգության միակ երաշխիքը դա Ռոբերտ Քոչարյանն է։ Ինձանից լավ գիտեք, սիրելի հայրենակիցներ։ Չփորձեք ինձ լռեցնել։ Ու ընդհանրապես, դուք մեր մասին սուտը մի խոսեք, մենք ձեր մասին ճիշտը չենք ասի։